Ողջույն, բարի գալուստ YouTube-յան իմ երկրորդ ալիք։ Ի տարբերություն առաջին հիմնական իմ ալիքի, որտեղ որ կան ձայնագրություններ, բեմական ելույթներ, տարբեր նախագծերից տեսանյութեր, այստեղ լինելու են շատ նեղ մասնագիտական, խիստ մասնագիտական քննարկումներ, որոշ խնդիրների բարձրաձայնումներ, հուսով եմ նաև այնպիսի կոնտենտ, որը որ որոշ չափով կօգնի առաջ մղել մեր ոլորտը եւ պլանավորում եմ նաեւ շատ հետաքրքիր զրույցներ նույնպես խիստ մասնագիտական եւ ոչ միայն խիստ մասնագիտական թեմաներով։ Մինչ այսօրվա իմ պատրաստած թեմային անցնելը կխնդրեմ ձեզ, որ բաժանորդագրվեք այս ալիքին։ Եթե չեք բաժանորդագրվել առաջինին է բաժանորդագրվեք, մի խոսքով ինչքան որտեղ կա, որ կարող եք դուք բաժանորդագրվեք, ուրախ կլինեմ ես ձեզ տեսնել այնտեղ։ Օրեր առաջ Հայաստանում Կոմիտասի անվապետական կոնսերվատորիայում ես մեկնարկ տաղանդի զարգացման ծրագրի շրջանակներում վարպետաց դասընթացներ էի տալիս, այնուհետև հրավիրված էի Բեթհովենի կոնսերվատորիայի, Վիեննական Բեթհովենի կոնսերվատորիայի կազմակերպած մրցույթում իբրև ժյուրի անդամ, մեծ հաճույք ստացա լսելով հայ տաղանդավոր երիտասարդ դաշնակահարներին, իրենց աչքերում տեսա այդ վառվող ցանկությունը նվագելու, կատարելու, արարելու եւ հիացած եմ նաեւ մեր պրոֆեսորադասախոսական կազմից այն եռանդային գիտելիքները, այն մոտիվացիան, որը որ նրանք փոխանցում են իրենց դասերի ժամանակ երիտասարդ սերնդին, ուղղակի ամենաբարձր գովեստի խոսքերի արժանի։ Բրավո բոլոր դասատուներին, ում աշակերտները մասնակցեցին մաստեր կլասներին, բրավո բոլոր ուսուցիչներին, ում երեխաները նվագեցին մրցույթին, ուղղակի հիացած եմ նրանց աշխատանքով։ Բացի այդ բոլոր դրական էմոցիաներից նաև ցավոք սրտի տեսանելի են խնդիրներ, որոնց մասին ես կուզենայի այսօր բարձրաձայնել։ Խնդիրները իհարկե ոչ միայն հայ երիտասարդ դաշնակահարների մոտ են, բայց քանի որ այս տեսանյութը դուք լսում եք հայերենով, այսօր խոսքը գնալու է հենց այն խնդիրների մասին, որոնք որ ես տեսել եմ հայ երիտասարդ դաշնակահարների մոտ։ Խնդիրները իրականում բազմաշերտ են, բազմազան են։ Խնդիրներ կան, որոնք որ ուղղակի կարծրացած են, արմատացած են, երբ դու նայում ես այդ խնդիրներին, պետք է ասել, եվրոպական տեսանկյունից, ապա այդ խնդիրները միգուցե կրկնապատկվում են, բայց եթե մենք այդ խնդիրները չբարձրաձայնենք եւ չփորձենք լուծում տալ, ապա կարծում եմ, որ դա պարզապես ճիշտ չի լինի։ Խնդիրներից մի քանիսը պարզապես թվարկեմ, չգիտեմ ես այդ մի քանիսի մասին այսպիսի տեսանյութ կնկարեմ թե չէ, բայց մինչև բուն խնդրին անցնելը այսօրվա թեմային, ասեմ, որ բավականին կարծրացած խնդիր կա լարված ձեռքերով նվագելը, այդ խնձոր բռնած վիճակում նվագելը, ձեռքի ազատության իսպառ բացակայումը, մտքի ազատության բացակայումը, տեքստի հանդեպ հարգալից վերաբերմունքը, պեդալները, ընդհանրապես ձախ պեդալը, որը որ Հայաստանում ցավոք սրտի այնպիսի տպավորություն է, որ գոյություն չունի։ Իհարկե կան այդպիսի գործիքներ Հայաստանում, որտեղ ֆիզիկապես ձախ պեդալ գոյություն չունի, միջին պեդալն էլ աչն էլ մեկ, բայց մտքում ընդհանրապես ձախ պեդալը չի կարելիների շարքում է։ Մի խոսքով, անցնենք մեր այսօրվա խնդրին։ Խոսքը գնալու է տեքստի մասին, նոտաների, ֆիզիկապես նոտաների ընտրության մասին։ Շատ անգամ ես հանդիպել եմ, որ մաստեր կլասների ժամանակ, ես նկատել եմ ընդհանրապես դասերի ժամանակ, ոչ միայն Հայաստան, ուղղակի խոսքը այս պահին Հայաստանի մասին է, որ գալիս են թերթիկի կտորով, թղթի կտորով, քսերքսով, որը չունի վերնագիր, որը չունի ոչ մի նշում, ոչ մի բան, ուղղակի նոտայի սկիզբն է եւ շրջադարձ կողմում ավարտն է նոտայի։ Շատ անգամ
ամենավատագույն դեպքում նույնիսկ պարզ չի թե ով է խմբագիրը այդ տեքստի։ Ծագումը պարզ չի թե որ գրքից է դա արվել, որտեղից է ներբեռնվել, որ կայքից է, արդյոք դա հավաստի աղբյուրից է ներբեռնվել, արդյոք դա համապատասխանում է օրիգինալ տեքստին եւ այլն եւ այլն։ Ինչ եմ ես առաջարկում, ինչն է իմ տեսակետը այս խնդրի լուծման, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց անպայման պետք է ուշադրություն դարձնել ուր տեքստով նվագելուն։ Ուր-տեքստը, ինչպես գերմաներենից հայտնի է բառը ուր-տեքստը, օրիգինալ տեքստ, այսինքն օրիգինալ տեքստ, որը որ ամենամոտիկն է բնօրինակին, ամենամոտիկն է կոմպոզիտորի ձեռագրին։ Եթե մենք խոսում ենք ուր-տեքստով նվագել, դա չի նշանակում, որ մենք նվագում ենք հենց ձեռագիրը։ Պետք է նաև հասկանալ, որ ուր-տեքստ ասվածը դա նույնպես ունի խմբագիր, այսինքն այստեղ ես ոչ թե դեմ եմ դուրս գալիս որևէ մի խմբագրությամբ, ռուսերեն ասած ռեդակցիայով նվագելուն, ոչ, ուղղակի ես կողմ եմ ուր-տեքստին, որովհետև ես ընդունում եմ, որ ուր-տեքստը տալիս է ազատություն եւ մտքի ազատություն։ Այս պահին ես կուզեմ մի քանի օրինակներով բացատրել, թե ինչ նկատի ունեմ։ Ինչպես արդեն ասեցի, ուր-տեքստը դա բնօրինակը չի, դա ձեռագիրը չի։ Ուր-տեքստն էլ ունի խմբագիր եւ ուր-տեքստի խմբագիրը դա այն մարդն է, ով որ վերծանում, վերլուծում է ձեռագիրը։ Եթե դուք երբևիցե տեսել եք կոմպոզիտորի ձեռագիրը, դուք կհասկանաք, որ շատ անգամներ դուք չեք էլ հասկանում ինչ է գրած, որովհետև այդ խզբզած, ջնջած, նորից գրած, մի քանի տարբերակով նշումներ արած եւ այլն տեքստ է, որը որ սովորական կատարող դաշնակահարի համար ամիսներ, միգուցե տարիներ պետք է գա, որ նա հասկանա ինչ է գրած։ Դրա համար այդ տեքստը խմբագրվում եւ ամենամոտիկն է համարվում օրիգինալին, ինչպես որ հենց գերմաներենից եկած ուր-տեքստ, օրիգինալ տեքստը։ Նաև կուզեմ, որ խոսենք ինչ մինուսներ եւ պլյուսներ ունեն խմբագրությամբ նվագելը, ռեդակցիայով այսպես ասած նվագելը։ Մի օրինակ կուզեմ բերել, մինչև իմ կարծիքը, իմ անձնական կարծիքը ասելը, շատ հայտնի հիմա բառ կա, շատ մոդայիկ բառ կա, էկոսիստեմա, եւ այդ էկոսիստեման մշակույթի դա ոչ միայն երաժշտություն, դա նաև կերպարվեստ, քանդակագործություն, նկարչություն, թատրոն եւ այլն։ Եվ եթե մենք այդ էկոսիստեմայի մեջ ենք նայում, որի մեջ մենք գտնվում ենք, ապա ամենամոտիկ համեմատականը, որ ես կարող եմ տանել, դա նկարչությունն է։ Նկարիչները, որ սովորեն եւ պրակտիկա ունենան, գնում են թանգարաններ եւ թանգարաններում նստում ժամերով արտանկարում են արդեն պատրաստի նկարը։ Այսինքն նրանք արտատպում են մի նկար, որը որ իրենց սեփականը չի։ Եվ այստեղ այդ արտանկարելու տարբեր որակային գրադացիաներ կան։ Օրինակ, դու կարող ես փայլուն արտանկարել, որ ոչ մի բանով օրիգինալից չտարբերվի, չնայած եթե չեմ սխալվում, պարտադիր չափսերով պետքա տարբերվի, որ պլագիատ չհամարվի։ Մի խոսքով, դու արտանկարում ես փայլուն ձև, դու արտանկարում ես միջին, դու արտանկարում ես վատ, բայց դա քո օրիգինալ կոնտենտը չի։ Դա դու չես հնարել, դրա մեջ ոչ մի բան քոնը չկա։ Մի քիչ միգուցե դա կոպիտ օրինակ է, բայց նույն ձև ես ընդունում եմ ռեդակցիայի հետ, խմբագրության հետ համեմատած։ Այսինքն, եթե դու անում ես ամեն ինչ, ինչը որ գրված է ռեդակցիոն խմբագրային տեքստի մեջ, բոլոր դինամիկ նշանները, բոլոր շտրիխներ, արտիկուլյացիաներ, դանդաղացում, արագացում, տեմպ, ամեն ինչ, ինչը որ գրած է դու անում ես, փայլուն ես անում, հոգի ես ներդնում, հիասքանչ է ուղղակի, խոսք չկա, բայց արդյոք դա քո ինտերպրետացիան է, արդյոք դա քո կատարումն է։ Ես մի քիչ այստեղ հակված եմ ասել ոչ, որովհետև դրա համար կան պատճառներ։ Հիմա նայում ենք լավ տեսանկյունից, ինչով է ուր-տեքստը խանգարում, այսպես ասած, ռեդակցիային, խանգարում ճակերտներում։
Ուրտեքստի ժամանակ դու պետք է մտածես։ Ուրտեքստը ստիպում է քեզ մտածել։ Ուրտեքստը ստիպում է քեզ ել ավելի խորապես ուսումնասիրել տեքստը։ Ուրտեքստը քեզ ստիպում է, որ դու ավելի վերլուծող ուղեղով մոտենաս այդ գործին։ Եթե խմբագրության մեջ դու տեսնում ես ամեն ինչ ու ուղղակի արտանկարում ես, ապա ուրտեքստի դեպքում դու ուղղակի սկսում ես արդեն մտածել. արդյոք այստեղ կարելի է այս դինամիկան անել, արդյոք կարելի է այս ձայնը ավելի ուշադրություն դարձնել այս մի ձայնին, թաքնված մի թեմա կա ձախ ձեռքում եւ այլն եւ այլն, եւ դա մեզ ստիպում է ուղղակի յուրօրինակ կատարում ստանալ, copy չանել, այսպես ասած, եւ անպայման ստեղծել կոնտենտ, որը որ նմանակում չի, որը որ չես լսի ուրիշ տեղ։ Ուրիշ հարց. արդյոք եթե մենք ընտրում ենք ուրտեքստը, ապա մենք պետք է լրիվ բացառենք խմբագրությունը, պետք է արհամարենք, պետք է չընդունենք։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Որովհետև եթե մենք ընտրում ենք ուրտեքստը, մենք պետք է ծանոթ լինենք խմբագրություններին, մենք պետք է ուսումնասիրենք այդ խմբագրությունները, մենք պետք է կարդանք գրականություն, մենք պետք է բացենք խմբագրությունները, համեմատնենք ուրտեքստի հետ, ինչ որ միտեղ նույնիսկ ինչ որ մի գաղափարից օգտվենք, որովհետև խմբագիրները, ովքեր որ խմբագրել են այդ նոտաները, փայլուն դաշնակարներ են եղել, փայլուն երաժշտագետներ են եղել եւ դա ուղղակի անվճար դաս է, որը որ նոտաների մեջից մենք ստանում ենք։ Եվ այդ դասը պետք է քաղել, պետք է օգտագործել, անպայման։ Բայց պետք է հասկանալ, արդյոք ես դա ուզում եմ 100%-ով անել, թե չէ։ Ես հակված եմ ուրտեքստով նվագել, իմ փորձից եմ ասում, ուրտեքստով նվագել, միևնույն ժամանակ համեմատել ուրտեքստի տեքստը տարբեր խմբագրությունների հետ, քննարկել, բանավիճել իմ մեջ, հասկանալ, թե որ տարբերակն է ինձ ավելի մոտ եւ այդ ամենից հետո բոլորը մի կողմ դնել, բացել մաքուր սպիտակ ուրտեքստ։ Սպիտակ թուղթ, որի վրա դու սկսում ես ստեղծագործել եւ արդեն ստեղծագործում ես դաշնամուրի վրա ուրտեքստ նոտաներով քո սեփական ինտերպրետացիան։ Հիմա վերադառնալով այն թերթիկին, այս ամենը իմանալով, վերադառնալով այդ Xerox-ի թերթիկին, որ ոչ մի ծագումնաբանություն չունի, պարզ չի ով է խմբագիրը այդ թերթիկի, որտեղից է այդ թերթիկը հայտնվել, որ կայքից է ներբեռնվել, որ գրքից է Xerox արվել, իհարկե այդ ամբողջ տպավորությունը լրիվ կորում է կատարողի մոտ, աշակերտի մոտ, ուսանողի մոտ։ Իմ կոչն է, իմ խնդրանքն է ուսուցիչներին, դասախոսներին շատ ավելի ուշադրություն դարձնել եւ մանկուց սերմանել օրիգինալ տեքստի հանդեպ հարգանքը, սերը, որովհետեւ հակառակ դեպքում մենք ունենում ենք ուղղակի copy-paste կրկնօրինակություններ, որոնք որ ինտերպրետացիա կոչվելու ոչ մի իրավունք չունեն։ Մի քանի օրինակներ եմ ուզում բերել, տարբեր ուրտեքստներ գոյություն ունեն Henley ուրտեքստ, Wiener ուրտեքստ, Bärenreiter ուրտեքստ, տարբեր խմբագիրների ուրտեքստներ գոյություն ունեն։ Այստեղ առանձնացրել եմ մի քանի գրքեր, որ ցույց տամ, գոյություն ունի Շոպենի տարբեր ուրտեքստները։ Սա Henley-ն է։ Սա ուրեմն Paderewski խմբագրությունն է։ Սա հայտնի Յան Էկերի խմբագրությունն է, որը որ կարող եք շատ հետաքրքիր YouTube-յան մի տեսահոլովակ նայել, որտեղ որ նշվում է, թե ինչքան սխալներ են հայտնաբերվել եւ տարիներ շարունակ վերատպվել են այդ սխալները, որը որ Յան Էկերը հայտնաբերել, լրիվ մաքրել եւ բնօրինակից եղել է ճիշտ նոտաները եւ ստացել է այս ուրտեքստը, որը որ ազգային խմբագրությունն է Շոպենի, այդպես է կոչվում է։
National Edition, սա շատ կարևոր նոտաներ են։ Կա նաև Քյոնեման Բուդապեշտ ուրտեքստ, այսինքն այս ամենը իրականում բոլորը ուրտեքստ նոտաներ են, ընդամենը Շոպենի էտյուդների կա Վիներ ուրտեքստ եւ այլն, բայց ամենակարևորներից մեկը, որ ես ուզում եմ ասել, որ կապ չունի, որ ուրտեքստն եք ընտրում, շատ կարևոր է, որ դուք միշտ ուսումնասիրեք նաև ուրտեքստի խմբագրին, որովհետև պետք է պատմությունն էլ իմանալ, կարդալ, ամեն մի գրքի ետևում եւ սկզբում բացատրություններ կան, կտեսնեք այստեղ բացատրություններ կան ամեն մի, օրինակ սա էտյուդներն են Շոպենի եւ ամեն մի էտյուդին վերաբերյալ մեկնաբանություններ կան, թե կատարելու, թե հենց խիստ տեքստային եւ այլն, որոնք որ պետք է ուսումնասիրել։ Շարունակելով Շոպենի թեման, խորհուրդ կտամ նաև լսել եւ թեմայի մեջ է դա, եւ թեմայից դուրս խորհուրդ կտամ լսել բավականին հետաքրքիր, նույնիսկ վիճելի ինտերպրետացիա համարվող Սիպրիան Քացարիսի հիանալի դաշնակար է, իր կատարումը Շոպենի վալսն է, եթե չեմ սխալվում, Opus 64 թիվ 2-ը YouTube-ում անպայման փորձեք դա գտնել, այնտեղ կտեսնեք, թե մարդ ինչքան հնարավոր է տարբերություն է տալիս իր ինտերպրետացիայով, գտնում է այնպիսի մի ձայն, այնպիսի ձայներ, որոնք որ Շոպենը չի գրել, բայց այնքան հետաքրքիր է, շատ վիճելի է, բայց անպայման պետք է լսել։ Շարունակելով նաև Շոպենի օրինակ նոկտյուրների թեման, ասեմ, որ Վիներ ուրտեքստով, վիեննական ուրտեքստով շատ ավելի հետաքրքիր է նվագել, քան Հենլի ուրտեքստով, չնայած ես ավելի հակված եմ միշտ Հենլի ուրտեքստը ընտրել, բայց Վիներ ուրտեքստը ինչով է տարբերվում, որտեղ այնտեղ կան տարբերակներ։ Շոպենը շատ հայտնի է եղել դասավանդելուց, որ գրել է տարբերակներ իր ուսանողների նոտաներում եւ այդ ուսանողների նոտաների հավելյալ ավելացրած մելիզմատիկաները, նոտաները, չգիտեմ, նույնիսկ ինչ-որ տակտերը նաև ներառված են Վիներ ուրտեքստում եւ կան տարբերակներ, կա որևէ մի նոկտյուրնի A տարբերակ, որը ուրտեքստն է, դա բոլորի իմացած նոկտյուրն է եւ կա տարբերակ երկրորդ, դա արդեն որևէ մի իր աշակերտի նոտաներում իր ձեռքով ավելացված այդ հավելյալ նոտաներն են, տակտերն են։ Շատ հետաքրքիր է, դա էլ նույնպես խորհուրդ կտամ, որ նայեք։ Կա նաև հայտնի ֆանտաստիկ ուղակի թե իր բարդությամբ, թե խելագարությամբ խմբագրություն Լապոլդ Գադովսկիի միայն ձախ ձեռքի համար Շոպենի էտյուդները, որը որ նույնպես դա խմբագրություն է, բայց դա ուղակի լրիվ մի ուրիշ աշխարհ խմբագրություն է, դա էլ եթե չգիտեք, անպայման ուսումնասիրեք։ Մի ուրիշ օրինակ, որ անպայման կուզեմ բարձրաձայնել, դա Բախի լավ տեմպերացված կլավիրն է։ Ես այստեղ հատուկ ես ունեմ նաև մեծ տարբերակները, ունեմ նաև այստեղ կտեսնեք հատուկ առանձնացրել եմ, կա Բերենրայտերի ուրտեքստը, որը որ ամբողջությամբ Բախի դաշնամուրային ստեղծագործություններ են, տակը օրինակ կա Բեթհովենի Քյոնեման ուրտեքստի սոլո Բեթհովենյան բոլոր դաշնամուրային ստեղծագործությունները, բայց ես առանձնացրել եմ այսպիսի տարբերակներ, այս տարբերակները սրանք ուսանողական տարբերակներ են, կան նաև մեծ տարբերակներ, բայց նրանք ավելի մատչելի են, ավելի փոքր են եւ կոչվում են ուսանողական, աբսոլյուտ նույն տեքստն է, ոչ մի բան ներսը չի տարբերվում, տալիս է մեզ հնարավորություն տեսնել, թե Բախը իրականում ինչ է գրել, որովհետև եթե լավ տեմպերացված կլավիրից ամենաառաջին պրելյուդը, ամենահայտնի պրելյուդը, եթե բացեք, փորձեք գրել, ներբեռնել առաջին մի քանի հղումները, ուղակի ներբեռնեք եւ տեսեք, որ ինչքան ավելորդ բաներ կան ավելացրած, որը որ չկա օրիգինալ տեքստում, կան դինամիկաներ, լիգաներ, վերջում գրած է ռիտենուտո եւ այլն եւ տեմպ է գրած, ոչ մի պրելյուդ եւ ֆուգա, ոչ մի ուրտեքստով չունի տեմպային հղումներ, ոչ մի պրելյուդ եւ ֆուգա չունի գրված տեմպ։ Դա
նշանակում է, որ այն տեմպերը, որոնք որ հորինված է եղել խմբագրի կողմից, թելադրվում է նաև ուսանողին, աշակերտին, ցավոք սրտի դասախոսին եւ նաև ուսուցչին, բայց եթե ուր տեքստով նայում ենք, այստեղ ունենք մենք ընդամենը մաքուր տեքստ, որը որ չունի ոչ մի նշում, որը որ մեզ տալիս է իհարկե դժվարություն, որովհետև պետք է այդ ամենը ինքներս մտածենք, պետք է այդ ամենը ինքներս փորձենք հասկանալ, որ ձայնը, որ ձեռքում է շարունակվում, արդյոք ֆուգան մենք ճիշտ ձայնատարությամբ ենք նվագում, արդյոք դինամիկան շատ խեղճ չի, եթե այսպես ենք անում, արդյոք շատ չի, եթե այնպես ենք անում, եւ այլն, սա ստիպում է մեզ մտածել, իսկ խմբագրությունները մեզ թելադրում են, թե ոնց նվագել, ստիպողաբար դնում են մեզ, այսպես ասած, շրջանակի մեջ եւ ասում են սա է ճիշտը, բայց իրականում սա է ճիշտը։ Եվ ամփոփելով կուզեի նաև անպայման խնդրել հորդորել, որ ձեռք բերեք գրքեր, նոտաներ, նոտագրքեր, որովհետև այստեղ դուք կտեսնեք, ես տարիների ընթացքում հավաքել եմ եւ սա գիտելիք ստանալուց հետո ամենակարևոր ներդրումը դա գրադարան հավաքել, գրադարան ունենալն է, որովհետև դուք ուղղակի կարող եք տեսնել գրքերով թե ինչ ստեղծագործություն ունի գրած կոմպոզիտորը։ Դուք դրա մասին կարող եք իմանալ դասախոսություններից, դուք դրա մասին կարող եք իմանալ սովորելու տարիներից, բայց երբ որ դուք գիտեք, որ Բեթհովենը ունի գրած 32 սոնատ, բայց դուք այդ ծավալը գրքի տեսքով չեք պատկերացնում, հատորների տեսքով չեք պատկերացնում, դուք չեք պատկերացնում, եթե օրինակ նվագում եք 21-րդ սոնատը, դուք չեք պատկերացնում 21-ից առաջ 20-ը որն է, 21-ին հաջորդող 22-ը որն է, ինչ տոնայնությունների մեջ են, ինչ կապ կա, ինչ օպուս է, այդ օպուսների ընթացքում Բեթհովենի կյանքում ինչ է տեղի ունեցել, այդ ամենը շատ լավ հասկանալի է, երբ որ կա ձեռքի տակ գիրք, երբ որ այդ 21-րդ սոնատը բարձրաբուն իմաստով պոկած է մեջից քսերքսի տեսքով ու ձեր աչքի առաջ մի քանի թերթ ուղակի ճմրթված վիճակում ուղակի թուղթ է, այդ ամբողջ էներգիան, էմոցիաները, թե դուք գրքի որ հատվածում եք գտնվում, այդ ամենը դուք ուղակի չեք զգում։ Դրա համար որպես վերջնաբան իմ հորդորս է, խնդրանքս է, որ անպայման սկսեք քիչ քայլերով, ամսական ընդամենը 1 նոտա ձեռք բերելով, 2 ամիսը 1 նոտա ձեռք բերելով, ամեն ինչը հնարավոր չի միանգամից ձեռք բերել, այն ինչը որ դուք տեսնում եք, սա իրականում համաշխարհային գրականության շատ քիչ տոկոսն է, բայց երբ որ դուք սկսեք դա հավաքել, դա անverջ process է ու անverջ զարգացնող process է, որտեղ դուք միգուցե ինչ-որ մի ստեղծագործության համար առնեք գիրք, նոտա, թերթելով գտնեք այն ստեղծագործությունը, որի մասին դուք գիտեիք, բայց ձեր ձեռքի տակ նոտա կա, ու դուք սկսում եք արդեն դա նվագել, ուսումնասիրել եւ միգուցե դա դառնում է ձեր ամենապահանջված ստեղծագործություններից մեկը բեմերում։ Մի խոսքով, հուսամ, որ շատ երկար չստացվեց այս տեսանյութը, հուսամ, որ կարողացա ինչ-որ մի ձև օգտակար լինել, եթե պետք լինի, անպայման հղումներն էլ կթողնեմ, այս ամենը փառք Աստծո 21-րդ դարում հասանելի է նաև on-line տարբերակներով, բայց ինչպես ասացի, արդեն գիրքը մնայուն արժեք է եւ կարող եք ուսումնասիրել այս ամենը, Henley-ն ունի ֆանտաստիկ կայք, որտեղ որ դուք կարող եք նոտաների ներսը նայել, կարդալ այդ նոտաների մասին, այդ ամենը մինչև ներբեռնելը տեղեկությունը այդ ամենի մասին անվճար է, մտեք, կարդացեք, ուսումնասիրեք եւ այդ անանուն քսերքսներից փորձեք ազատվել, հարգեք տեքստը եւ կզգաք, թե ինչքան
հաճույք եք դուք ստանալու այն հարգանքից, որը որ դուք տածում եք ու դա փոխադարձ է։ Այսքան նոտաներից խոսեցինք, այսքան կարևոր թեմաներ շոշափեցինք, քննարկեցինք եւ այսքան նոտաների մեջից ամենակարևոր ձեռքբերումս մոռացա ցույց տալ։ Գտել եմ շատ պատահական, կարելի ասել, շատ կարևոր նոտաներ էի պատվիրել, որը որ չէի գտել նոր տարբերակով ու գտել էի միայն, այսպես ասած, երկրորդ ձեռքից, բայց շատ լավ օգտագործված տարբերակով, մի առանց նշումների եւ այլն, եւ իր հետ այդ ուղարկողը մի գերմանացի ուղարկել էր նաեւ սա, ու երբ որ ես առաջին հայացքից բացեցի, տեսա, մի խոսքով ես հիմա սա ցույց կտամ, սա բոլորի կողմից հայտնի Սաբաչի վալսն է, երբեք չէի մտածի, որ սրա նոտաները գոյություն ունեն, ինձ թվում էր սա փչացած հեռախոսի պես դասարանից դասարան էր անցնում ու բոլորը ուղղակի դրանով փորձում են իրանց լսողությունը լավացնել եւ ուղղակի լսողությամբ նվագել, բայց փաստորեն նոտաներ գոյություն ունեն եւ տարբեր լեզուներով ցույց է տված, թե այս Սաբաչի վալսը տարբեր երկրներում ոնց է կոչվում։